Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Բաքվում էր։ Իշարս այլ հարցերի, որոնք հաղորդագրության մեջ տեղ գտան, նաև խոսվել է 3+3 այդ չարաբաստիկ ֆորմատի մասին։ Դա մի ֆորմատ է, որը ենթադրում է Ռուսաստանի մասնակցություն, եւ ահա տեղի ունեցավ մի հետաքրքիր բան։ Ադրբեջանն առաջարկեց ինչ է եղել, եկեք հավաքվենք Բաքվում, իսկ հետո լինի Երևանում, որից հետո Բայրամովը Արաղչիին հայտնում է, որ հայկական կողմը այդպիսի հերթականությանը համաձայն չէ, հետևապես չի ստացվի։ Փաստորեն Հայաստանը եւ Ադրբեջանը պայմանավորված թե ոչ կապ չունի, բայց այնպես է ստացվել, որ իրար, ինչպես ասում են, պասերով կարողացան Ռուսաստանին հեռու պահել այն գործընթացներից, որոնք տեղի են ունենում մեր տարածաշրջանում։ Իհարկե, այստեղ նաև հարց է առաջանում, թե Արաղչին ինչու է հենց Բաքվում լոբբինգ անում այդ 3+3-ը։ Ի վերջո, խոսքը Հայաստանի վերադիրքավորման մասին է, իսկ մեր դռները իրանցիների առաջ միշտ բաց են եղել համենայն դեպս զրույցների համար, քննարկումների համար։ Բայց Արաղչին որոշեց գնալ Բաքվու։ Եվ Բաքվից էլ հենց ստացավ մերժումը, իհարկե մատնացույց անելով մեզ։ Հետո կգա Հայաստան, թե չի գա, հայտնի չի, բայց ոնց որ թե Իրանը ճիշտ դռնով չի մտել, իսկ Հայաստանը ճիշտ է արել։